Շանսերը պարոն Կարապետյան ինչպես է գնահատում ընտրություններին հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի սկսած այդ քարոզարշավը, հա, համերգներով, վարչաբենդով, իր թիմակիցներով, վարչական ռեսուրսով։ Ես խնդիր չեմ տեսնում, ինչպեսի քարոզարշավ ուզում են, թող անցկացնեն, իրենց իրավունքն է, նաև ինձ թվում է բոլոր ուժերն էլ պետք է նույն քարոզարշավը անեն, որևէ խնդիր։ Շանսերը մենք տեսնում ենք այսօրվա դրությամբ մեր հասարակությունը իհարկե մեր շանսերը եւ իշխանության շանսերը շատ մոտ են իրար, բայց մենք ամեն ամիս, ամեն նոր ամիս տեսնում ենք մեր ուժի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն բոլոր հարցումներով եւ այդ իսկ պատճառով դա է հիմք մեզ տալիս տեսնելու, որ ապագա երկրի առաջնորդությունը լինելու է նոր փոփոխություն է մեծ լինելու երկրում։ Դա է, որովհետև երկրի բնակչության մեր ազգի 70% ուզում է փոփոխություն, իշխանության ամբողջ պոտենցիալը մենք տեսել ենք 8 տարում ինչ են արել, տեսել ենք ինչ չեն արել, ինչն են տակ վերցրել պատրաստի եւ հանձնել հակառակորդին։ Ամեն ինչը տեսել ենք եւ դա բերել է նրան, որ մեր հասարակության նշանակալի մասը ունի խորը հիասթափություն։ Մեր մասը այսօր հանրության կամ չի ցանկանում հասնակցել ընտրություններին, կամ չի տեսնում այլ ընտրություններին, ասում են չգիտեմ, գնամ ու եմ քվեարկելու։ Այդ զանգվածի հետ աշխատանքը ոնց է պատկերացնում, ոնց է ընտրատեղանացնում։ Այսօր ես աշտարակում էի, մարդկանց նշանակալի մասը մոտապես ձեր ասած 10 հոգուց 3 հոգին քայլում էինք եւ մենք 3-4 հոգով քայլում էինք եւ իրազեկման ակցիա էինք անում։ Գրեթե ձեր ասածն է, տեսնում էինք, որ նշանակալի մասը ընդդիմադիր տեր է, 10-ից 7 ընդդիմադիր հայացքների տեր է, սակայն 7-ից 4-ը հավատը կորցրել է, որովհետեւ մի անգամ հավատացել է Փաշինյանին, հավատը կորցրել է եւ մտածում է, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ նույն ձև են, բայց ուզում եմ մեր այդ հայրենակիցներին մի բան հիշեցնենք։ Մենք նոր ենք մտել քաղաքականություն, 8 ամիս է մենք քաղաքական process-ների մասնիկ ենք։ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական process-ների 8 ամիս է։ Մենք քաղաքական որևէ ժառանգության այս պահին պատասխանատվություն չենք կրում եւ չի եղել բան, որ մենք ասենք, Կարապետյանը ասի եւ Հայաստանի համար չանի։ Ինչպես գիտեք, Հայաստանի համար բազմաթիվ բարեգործական ակցիաների մասնակից է Հայաստան համահայկական հիմնադրամի, ինձ թվում է ամենամեծ, հայտնի է որ ամենամեծ դոնորն է, այդ միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, 50-ից ավել միլիոն դոլարի ներդրումները իր մենք տեսնում ենք, որ հողի վրա մարդկանց հետ շփվելուց իրենց կյանքի փոփոխություն չենք տեսնում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ որակական նոր առաջնորդություն է պետք, Կարապետյանը, ով մինչև այս միջոցներ էր ուղարկում Հայաստան, ով մինչև այս Հայաստանի բոլոր հարցերով իրեն դիմում էին, հարցերը իր հնարավորությունների սահմաններում հայկական բոլոր պետական կառույցների դռները իր դռները բաց էր պետական պաշտոնյաների առաջ, որպեսզի Հայաստանին օգուտ տար։ Մենք տեսնում ենք, որ հողի վրա աղքատության տարբերություն չկա, փոփոխություն չկա աղքատության մեջ 22% աղքատություն կա, ամեն 5-րդ հայը, 4-րդ կամ 5-րդ հայը աղքատ է ապրում։ Աղքատություն ասելով 60,000 դրամից ցածր։ Այս բոլոր միջոցները ուղարկվել է Հայաստան, բայց ոչ մի էֆեկտ մենք չենք ունեցել հողի վրա։ Կարապետյանը այսօր մոտավորապես որ դուք հասկանաք 15 միլիոն դոլար միայն Սամվել Կարապետյանը կրթաթոշակ է վճարել Հայաստանից դուրս սովորող հայ ուսանողների համար լույս հիմնադրամի միջոցով։ 15 միլիոն դոլար կա արդյոք ուրիշ հայ Հայաստանում, ով այսօր մենք ունենք բարեգործության արգելք։ Տեսեք, մենք ունենք բժշկական պրոյեկտներ, մարդկանց առողջությունը վերականգնելու, բայց քանի որ կա բարեգործության արգելք, մարդկանց չեն կարողանում։ Նախընտրական շրջանում, օրինակ, երբ պարոն Կարապետյանը Մայրաթորին Բաքից հայտարարություն արել, դրանից հետո էլի շարունակել եք Հայաստանի Հանրապետությանը։ Մենք վերջի տարիներին շարունակել ենք, իհարկե, դուք գիտեք, որ բազմաթիվ պրոյեկտներ ունենք, հիմա կարող եմ նաև նշել, որ մի քանի ամսվա ընթացքում Սպիտակի մանկապարտեզը բացվեց, կրթաթոշակների ծրագրեր ունեինք, բժշկական մեծ պրոյեկտներ ունենք, որը շարունակում ենք մենք անել մեր երկրում։ Այս պահին չենք շարունակում, կներեք, որ վաղը չասեն բան։ Այս պահին չենք շարունակում, քանի որ կա բարեգործության
արկել, բայց գիտեք որ Տաշիր բարեգործականը ոչ 2005 թվականից սկսել, ոչ 10 թվականից 95 թվականից Տաշիր բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյան եւ Կարապետյան ընտանիքը բարեգործություններ արել Հայաստանում։ Դրա հիմնական ապացույցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջի եկեղեցու կառուցումը։ Դրանից հետո բազմաթիվ բարեգործական պրոյեկտներ Հայաստանի տարածքում։ Դա աշխատանքն է։ Ասում եք նոր ուժեր, թարմ ուժերի հետ ենք համագործակցում, բայց Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով ցուցակին ասում է ՀՀԿ-ի պատկերն է, ընդ որում այդ ցուցակում եւ Սերժ Սարգսյանի շրջապատից մարդիկ կան եւ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմակիցներն են, ինչպես կմեկնաբանեք։ Մենք մեկնաբանել ենք մի անգամ մարդիկ կան, ովքեր աշխատել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Մենք ունենք գրեթե նույն չափ մարդ, ովքեր աշխատել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Իհարկե իրենք ինձ խնդրել են, ասել են, խնդրում եմ մեզ ԿՊԱ-կան մի ասեք, որովհետև դա իրենց համար արժեհամակարգային ինչ որ տարբերություն է, բայց ամեն դեպքում մարդիկ աշխատել են։ Մենք տարբերություն չենք դնելու կուսակցական։ Դա սխալ ճանապարհ է 3 միլիոնանոց հայաստանցիներին, հայ ազգին 10 միլիոնանոց հայ ազգին, 3 միլիոնանոց հայաստանցիներին ոնց կարելի է տարանջատել, ասել դու, չգիտեմ, 15 տարի առաջ ինչ որ քո բարեկամը եղել է այս կուսակցության անդամ։ Չի կարելի։ Պրոֆեսիոնալիզմ, մաքուր ձեռքեր, քաղաքական ճանապարհ եկեք նայենք։ Մենք ում ճանապարհը հրաշալի ճանապարհ չէ։ Մենք ունենք մարդիկ, ովքեր իրենց գաղափարի համար 2-3 տարի բանտեր անցան, բայց արժանի չէին դրան։ Մենք ունենք հրաշալի մարդիկ, ովքեր ճանապարհներ են անցել, իրենց անվան համար մեծ զրկանքներ են կրել։ Ինչպես կարելի է մարդկանց անվանակել, դա իրենց քաղաքականությունն է, բոլորին ինչ որ վատ անուններ են դնում։ Բայց տեսեք ինչ պոտենցիալ կա, ուժեղ մարդը այն մարդն է, որ դրական բան է տեսնում իր հայրենակիցների մեջ, որ իրար մանկանք իմ հետ էլ կապված էլ, բոլորի հետ կապված էլ ինչ որ բան կգտնենք ամենքիս վրա, բայց